Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Սարոյանը հանդիպում է Արմանին և նրան խնդրում գալ իր տուն աշխատանքի վերադառնալու համար։ Արմանը ցանկանում է մերժել, բայց Սարոյանը նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Ստիպված, Արմանը հաջորդ օրը գնում է նրա տուն։ Բակում հանդիպում է Էլլային, ով զարմանում է, տեսնելով Արմանին։ Էլլան փորձում է իմանալ, թե ինչ գործ ունի Արմանը այստեղ, քանի որ մտածում է, իր պատճառով է եկել։ Արմանն էլ պատմում է ճշմարտությունն ու ասում, որ ամենայն հավանականությամբ ինքը կհրաժարվի Սարոյանի առաջարկից, քանի որ չի պատկերացնում, թե այսքանից հետո ինչպես պետք է աշխատի այդ տանը։ Էլլան, սակայն, հոգուխորքում ցանկանում է, որպեսզի Արմանը վերադառնա վարորդի աշխատանքին ու իրենք ամեն օր հանդիպեն։ Իսկ այս ընթացքում Նարինեն կարևոր որոշում է կայացնում Սարայի ու Ռեբեկայի հետ խոսելուց հետո։ Սարան կարծես սթափեցնում է նրան, իսկ Ռեբեկան հաստատում է քրոջ խոսքերը, որ Նարինեի համար պարզապես հարմար է եղել զոհի կարգավիճակում լինելը։ Նարինեն հասկանում է, որ հասունացել է պահը, երբ ինքը պետք է դեմ առ դեմ հանդիպի Դիանային, պարզի հին հաշիվներն ու ցույց տա, որ այլևս այն հիմար Նարինեն չէ, ով հավատում էր Դիանայի պատմած հեքիաթներին։ Բացի այդ, մի հետաքրքիր դետալ ենք ցանկանում հիշեցնել։ Այն ժամանակ, երբ դեռ Նարինեն վստահում էր Դիանային, վերջինս նրան ասաց, որ Միսակը կգա և կխաբի, կասի իբր Դիանան է սպանել Էմիլին, սուտ կմեղադրի նրան։ Իսկ իրականում հենց ինքը Միսակն է սպանել Էմիլին։ Նարինեն կվերհիշի այդ խոսակցությունը, ապա միանգամից կհասկանա, որ Էմիլին իրականում Դիանան է սպանել ու փորձել է իր մեղքը բարդել Միսակի վրա։ Բացի այդ, Նարինեն ըստ ամենայնի դեռ չգիտի, թե Դիանան իրականում ինչու է վրեժ լուծում իրենց ընտանիքից, բայց Դիանան այդ մասին անկասկած կպատմի նրան։ Փաստաբանն էլ գալիս է Սարոյանի մոտ, որտեղ նստած է նաև Արմանը։ Նա ասում է, որ Գարիկը այլևս նախնական կալանքի տակ չէ և արդեն բանտում է, և որ հիմա մնում է միայն սպասել դատավարությանը, որի ավարտին էլ պարզ կդառնա, թե քանի տարվա ազատազրկման կդատապարտեն Գարիկին։ Արմանը շատ է նեղվում, որ դեռ մանկությունն ու պատանեկությունն անցավ առանց հոր, ու հիմա էլ երիտասարդությունն ու հասունությունն է անցնելու նույն կերպ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Գարիկը կպատմի քննիչին, որ տարիներ առաջ իրականում Միսակն է սպանել Հայկին ու դրա համար ինքն է նստել, չէ՞ որ դա կարող է օգնել մեղմացնել Գարիկի վիճակը, քանի որ նա անմեղ է եղել։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեծ դուրշը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սարայի մատին դրել նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։
դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ վարգիշը, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուցս եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է գալիս։ Ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։